սպասի հայ ժողովուրդը Լավրովի այսօրվա այցից։ Մենակ վատ բաներ։ Ինչու վատ բաներ։ Որովհետև իրանք մեր թշնամիներն են, իրանցից երբեք մենք ինչ-որ օգուտ չենք ունեցել, մենակ վնաս ենք ունեցել։ Հիմա Արադ Միրզոյանը հայտարարեց, որ ռազմավարական հարաբերություններում վերաֆորմատավորում չի լինելու, այսինքն Հայաստանը շարունակվելու է նույն փորձանքները, իսկ այդ փորձանքների շարքը, որ մեր գլխին գալիս է անընդհատ, շարունակվելու են։ Դուք մտածում եք Ռուսաստան միայն փորձանք է բերում Հայաստանի գլխին։ Դե ինչ լավ բան է բերել։ Մենակ պարտություն, կորուստ, ինչ որ մենք իրանց վստահել ենք, իրանք հետո հանձնել են թուրքերին։ Հիմա ուզում են հանձնեն այն ինչ որ դեռ ունենք։ Ես չգիտեմ, հիմա Միրզոյանը ասել է, որ բանակցությունները լավ են, ոչինչ, բայց ես չեմ կարծում, որ լավ կլինի։ Միևնույն է, դրանց վրա հույս դնել իմ կարծիքն է, դրանց վրա հույս դնել չի կարելի։ Միրզոյանը հայտարարեց, որ ռազմավարական հարաբերությունների վերաֆորմատավորում չի լինելու, այսինքն սերտ են ելի հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Միևնույն ժամանակ տեսեք, նաև ժողովրդի մոտ կարծիք կա, որ ներկայիս իշխանությունը դեպի արևմուտք քայլեր է անում, չնայած որ ասեմ, որ հայտարարվեց նաև, որ Հայաստանը Եվրոպական միության անդամակցությանը հայտ չի հայտնել։ Հիմա ասեմ, Ղարաբաղի դեպքերից հետո, երբ մեր ժողովուրդը դեղից արտաքսվեց, հիմա Ռուսաստանի վերաբերմունքը կարող է մի քիչ փոխվել այդ իմաստով։ Կարող է մի քիչ փոխվի, որովհետև այդ տարածքները, որի համար Ադրբեջանը պայքարում էր, ստացել է, հիմա Ռուսաստանը կուզենա, որ այս տարածաշրջանում, Կովկասում, Հայաստանին ունենա որպես իր ծառան, այսպես ասենք, որպես իր հենակետը, չգիտեմ, որպես ինչպես ասեմ, կուզենա այդ մասին ասել, բայց բոլոր դեպքերում ճիշտ է, հայտ չի ներկայացրել Եվրամիությանը, բայց բոլոր դեպքերում իմ կարծիքով պետք է որ այդպես անել, որ Եվրամիության հետ հարաբերությունները սերտանան ավելի։ Ինչ կարծիք ունեք Լավրովի այցը Հայաստան, ինչ կտա Հայաստանին եւ արդյոք լավ բան կարելի է սպասել։ Ոչ մի լավ բան։ Ոչ մի լավ բան։ Ինչ սպասելիքներ ունեք Լավրովի այցից։ Թեպի ավելի քեշ։ Ես լավադես չեմ։ Ինչու։ Ինչ կօգտվենք Լավրովի երկրորդ պլանեն, փամը չէ։ Առաջինը դեսանք ինչ եղավ, երկրորդն ալ վստահ նույնն է։